Թիրմես համար հնարավորինս շատ օգուտներ քաղենք այս մեր զրույցից, դասընթացից, հաղորդիր մեզ համար, որպեսզի լցվենք Սուրբ Հոգով, Սուրբ Հոգու շնորհերով, լինենք Քրիստոսի շնորհի եւ ներկայության մեջ միշտ։ Եկեք, ուրեմն առաջին հարցը, որ դիտամ, անշուշտ վերաբերում է մեր հունիսի 15-ից 19-ի մեր դեմարդեմ հանդիպմանը, որը կրոնուսուցմամբ զբաղվողների կամ այդ նպատակը ունեցողների համար է, ինչպես ասել եմ, ոչ թե արդեն գիտեն երիտասարդները ՀԿ անդամները, որ իրենց համար առանձին միջոցառումներ են կազմակերպում, կրոնուսուցների համար առանձին, բայց եթե կան երիտասարդներ, անշուշտ կան ջավախից, ովքեր որ նաև կրոնուսուցմամբ են զբաղվում, իրենք անշուշտ եւս լավ կլինի, որ մասնակցեն այդ հանդիպմանը եւ հոգեվոր կրթությանը, դա միաժամանակ եւ հոգեվոր կրթություն է եւ հանդիպում, ուրեմն լավ կլինի մասնակցեք։ Ես այստեղ ուրեմն ձեզ հիմա օրակարգը կուզեմ ցույց տալ այդ հանդիպման եւ օրակարգից հետո ինձ ասեք, թե ովքեր են մասնակցելու, որպեսզի ես արագ անունները կրանցեմ, այսօր խնդրեմ վերջնական ասեք, որ այլևս մենք ստիպված չլինենք որևէ բան փոխելու։ Նախ օրերը, 15-ից 19 բոլորին հարմար է, հունիսի 15-ից 19։ Տեսնում եք էկրաններին կիսված։ Էկրանները տեսնում եք։ Այո։ 15-ից 19 հարմար է Երևանում հավաքվելու համար։ Տիկին Սանա, դուք ձեր գործերը կարգավորեցիք։ Այո։ Լավ։ Թեկուզ աշխատանքի մեջ եմ, բայց կգամ։ Արձակուրդը ավելի ուշ է, բայց կգամ։ Շատ լավ։ Ուրիշ առարկություններ կան այս օրերի հետ կապված։ Ես չեմ գնալ։ Ում մասն է խոսքով է խոսողը։ Նինան։ Այդ օրերին չես կարող, թե ընդհանրապես։ Այդ օրերուն չեմ գնա։ Ինչու։ Քննության շրջան է, պատրաստմանդի վերջի փուլերն է, էլի։ Երբ է քննությունդ։ Հուլիսին է, բայց պարաբունքները քանի օր կային տեղ մենա։ Լավ, հասկացա։ Դե 4 օր է իրականում եւ այնտեղ էլ կարող ես ժամեր կա, որ կարող ես պարապել։ Եթե կուզենաս, եթե մասնակցես, լավ կլինի, քեզ նաև կտանք հնարավորություն, ասենք օրինակ ճաշից հետո 2 ժամ ազատ կա, երեկոյան կարող ես մեզ չմիանալ եւ նստել պարապել։ Ամեն դեպքում դու ես որոշողը, այս դեմարդեմ հանդիպումները տարվա մեջ 1 անգամ են լինելու, թեև հնարավոր է, որ աշնանը եւս կազմակերպենք, նախատեսել ենք անշուշտ աշնանը եւս, բայց այս առիթը բաց թողնել պետք չէ։ Եկեք մի հատ օրակարգը նայենք, որ պատկերացնենք, թե ինչ պիտի տեղի ունենա։ Առաջին հանդիպման եւ հոգեվոր կրթության օրակարգ։ Երևանի առաջնորդարանում կլինի, այնտեղ մենք ունենք սենյակներ, հյուրատուն կա եւ այնպես որ խնդիր չի լինի ձեր մնալ, առավելից որ քիչ պիտի լինեք։ Երկուշաբթի ժամանումը ժամ 12-ին, անշուշտ Ռուսաստանից ովքեր որ պիտի գան, մենք այնպես տոմսերը կառնենք, որ մինչեւ 12-ը կան կամ նախորդ օրը։ Հետո ճաշը արագ անցնենք սրա, ծանոթություն միմյանց, օրակարգի ներկայացում եւ բացման խոսք։ Հետո մտքերի փոխանակում, այս առաջին օրը եւ վերջին օրը, այսպես քննարկումների նվիրված շրջան կլինի, գործնական քննարկումներ, իսկ մեջտեղի 3 օրերը հոգեվոր բուն, հոգեվոր կրթությունը, որ ավելի հոգեվորի վրա կենտրոնանանք։ Մտքերի փոխանակում կրոնուսույցների պատրաստության ծրագրի 3-ամյա ընթացքի նպատակների, ձեռքբերումների, խնդիրների եւ մասնակիցների ակնկալիքների մասին, այսինքն ամփոփենք 3 տարվա ընթացքը, նպատակների մասին խոսենք, ձեր կարծիքները կլսենք, ձեռքբերումների մասին, խնդիրների եւ ձեր ակնկալիքների մասին։ Ընդմիջում սուրճ կլինի, հետո կրոնուսուցման խնդիրների քարտեզագրում, այսինքն հասկանանք, թե ինչ խնդիրներ մենք ունենք եւ ձեր պատրաստության հետ կապված եւ հենց դասավանդման հետ կապված համայնքների մեջ եւ կլսենք ձեր լուծումների առաջարկները։
Այնպես որ կարող եք այդ խնդիրները դուք ձեր մոտ լավ կլինի որ գրեք եկողները եւ ձեր պատրաստության հետ կապված խնդիրները եւ նաեւ համայնքներում երկու խումբ խնդիրներ, հա, եւ համայնքներում դասավանդման կամ կրոնուսուցման հետ կապված ինչ խնդիրներ կան։ Հոգեվոր քրիստոսյան բացման սուրբ պատարագ 6.5 Սրբազանը կպատարագի, հուսանք այդտեղ կլինի այդ օրերին ընթրիք եւ 8-ից 9 Վարդանի աղոթք եւ սուրբ հաղորդության ներգրավություն նվիրում Հիսուսի սուրբ սրտին, քանի որ հունիս ամիսը նվիրված է Հիսուսի սուրբ սրտի ջերմեռանդությանը։ Հունիսի 16 երեքշաբթի առավոտյան 8-ից սուրբ պատարագ, նախաճաշ, բանախոսություն եւ քննարկում, ասենք բանախոսություն կամ այսպես խոսք, հա, ժամ 15 րոպե, մի ժամ 15 րոպե քննարկումների հարցերի համար, ասա ես կանցկացնեմ աշխարհականը Քրիստոսի առաքյալ այս թեմայով։ Աշխարհական, այսինքն ոչ հոգեորական, բարձր ծերմացն է խոսքը, հետո ընդմիջում սուրճ թեյ ժամ 12-ին աշխատարան կլինի, հատուկ աշխատարաններ են, որոնք հիմա թարգմանության փուլում են, ամերիկյան մի համալսարան կա, որի հետ համագործակցում ենք, այս Catholic Institute կոչվածը, ուրեմն կրոնուսուցման ինստիտուտ ֆրանսիական միաբանության ֆրանսիական համալսարանին է պատկանում, սա շատ մասնագիտացած մի հաստատություն է, որը հենց պատրաստում է կրոնուսույցներին, եւ ունի աշխատարաններ, սրանք մենք հիմա սկսել ենք թարգմանել, այդ աշխատարաններից մեկը կրոնուսույցի կոչումը վերնագրով մենք այդտեղ տեղում այդ 3 օրերին կանենք այդ աշխատարանը, այսինքն դա ինչ է ենթադրում, ընդհանուր ասեմ, որ տարբեր ենթաթեմաներ են մտնում դրա մեջ եւ այդ ենթաթեմաները ենթադրում են տեքստեր սուրբ գրքից հատվածների ընթերցում, դրանց շուրջ խորհրդատվություն, մտքերի գրառում, մտքերի կիսում, նաեւ տեսանյութի դիտում, որտեղ խոսում է այդ ինստիտուտի տնօրենը, որ դասախոս է միաժամանակ կրոնուսուցման, կխոսի կոչման մասին, սա հիմքն է մեր ամբողջ աշխատանքի։ Եվ այսպես ամեն օր այս 3 օրերի ընթացքում 4 պահ կունենանք այս աշխատարանի, 4 նույնիսկ շատ հիմա կասենք կհաշվեմ ինչքան մի հատ ժամը 12-ին, մի հատ 3:30 շարունակություն կլինի, արանքում 1:30 ճաշ եւ ազատ, այստեղ 2 ժամ ճաշին եւ ազատ կունենաք, ընդմիջում ժամը 5-ին, ուրեմն 5:30 տեսնում եք ժամերը Վարդան եւ սուրբ հաղորդության ներգրավություն, ընթրիք եւ զբոսանք քաղաքում, միշտ երեկոները մի այսպես հաճելի մի բան նախատեսել ենք, միասին կիջնենք կենտրոնական փողոցներում, հին փողոցներում կքայլենք, առաջին օրը այդպես։ Երկրորդ չորեքշաբթի օրը հունիսի 17 սուրբ պատարագ նախաճաշ, բանախոսություն եւ քննարկում Քրիստոսի հետ անձնական մտերմությունը թեմայով Հայր Անտոնը կբանախոսի ձեզ համար, ընդմիջում ժամ 15 րոպե ընդհանուր կտևի ընդմիջում, հետո աշխատարան, սա արդեն 3-րդ պահն եղավ, 3-4, հա, 3:30 կշարունակենք, էլի ճաշ նույն բանն է, կառուցվածքն է այս օրակարգը, ընդմիջում սուրբ հաղորդության ներգրավություն, այս օրը մի քիչ շուտ պետք է լինի ընթրիքը ժամը 6-ին, հետո որտեվ 6:30 պետք է մեկնենք համերգի։ Ես այստեղ կուզենայի ձեր կարծիքը հարցնել, ուրեմն այս 7:30-ը ես մի համերգ եմ, ուրեմն այդ օրը նախատեսել օպերայի դահլիճում է Բախի 7-րդ սիմֆոնիան է, ես չգիտեմ, եթե դասական երաժշտություն սիրում եք, գնանք, եթե պետք է ձանձրանաք, կարող ենք ուրիշ բան գտնել, օրերը երբ որ մոտենա, ես կարողանամ տեսնել, թե ինչ առաջարկներ կան թատերական ներկայացման կամ ավելի այսպես պարզ էստրադային համերգի, եթե անշուշտ դասական երաժշտություն, մենակ անկեղծ ասեք ինձ, որ այնտեղ չգնանք, նստեք ձանձրանաք։ Թատերական ներկայացումը կարծում եմ ավելի բոլորին հասկանալի կլինի։ Թեկուզ շանթի հին աստվածները, էլի հոգևոր բնույթ։ Այդ օրը պետք է կոնկրետ լինի այդ ժամին, այդպես չեն կարող ընտրել։ Տեսնենք ինչ կա այդ օրը, եթե ուրիշ մի բան եղա։
լավ։ Հիմիկ բանից չի երևում, էլի հիմա ինչ որ Հա, երևաց դա էր։ հա, ուզում եմ ասեմ թեմատիկ էլի, թեմատիկ ինչ որ բան, հոգևորի հետ կապված։ Ուրիշների կարծիքը։ Ես կարծում եմ դա մի հրաշալի հնարավորություն է, որպեսզի շատ գոնե թույլ ձևով հպվենք ու իմանանք, թե դա ինչ բան է։ Դա նույնիսկ նրա Դասական երաժշտություն նկատի ունի։ Իհարկե։ Լավ մյուսները լսել կենթանի կատարումը բոլորովին այլ տպավորություն է թողնում։ Ես 100%-ով այո եմ ասում։ Լավ մյուսները։ Բոլորը քնած են։ Ինկարնե կարծիքը կիսում եմ։ Դժվար թե ես կարողանամ գա։ Ովքեր որ արդեն մտքում ունեն, որ իրանք պիտի գան, դեռ չեմ հարցրել ով պիտի գա։ Եկողները։ Ինչ կնախընտրեք, թատրոն, էստրադան երաժշտություն, թե դասական։ Արագ պատասխանեք, ժամանակ չկորցնենք, էլի ժողովուրդ։ Ինկարնե կարծիքը կիսում եմ ես։ Լավ։ Ես երևի ավելի շատ թատրոնի կողմնակից եմ։ Ես տադամում եմ, երկուսն էլ շատ հաճելի է։ Շատ լավ, կորոշենք, օրերը մոտենան, տեսնեմ, եթե այդ օրը ինչ որ թատրոն եղավ, անշուշտ թատրոնն ավելի հասկանալի է, որտեղ ամեն օր դասական երաժշտություն չեք լսում։ Լավ, տեսնենք, բայց նաև ուրախալի է, որ դասական երաժշտության կողմնակիցներ էլ կան։ Լավ, կտեսնենք ընթացքում, ուրեմն անցնենք առաջ։ Հունիսի 18 Սուրբ Պատարագ նախաճաշ բանախոսություն եւ քննարկում երեխաների հետ աշխատանքը։ Ուրեմն սեր եւ մեթոդներ, այդպես են վերնագրել, որտեղ ամեն ինչից առաջ սերը պիտի լինի։ Քույր Մարիամ Հարությունյանին խնդրեցի քույրերից, որ անհատության միաբան քույրերից, որ անցկացնի այս զրույցը ձեզ հետ, որտեղ ինքն էլ հիմա շատ ակտիվ աշխատում է համայնքներում երեխաների հետ եւ միշտ Մագնիսի նման երեխաներին ցկում է դեպի իրեն, ինչ որ մենք չենք կարողանում, ես կոնկրետ չեմ կարողանում անել, երեխաները լսում են արդեն իսկ հավաքվում են իր շուրջ բոլորը։ 11-ից 15-ը միջում, 12-ին աշխատարան, ուրեմն կշարունակենք եւ ժամը 2-ին այցելություն եմ դրել Խորվիրապ։ Վստահ եմ, որ ձեր մեծ մասը, եթե ոչ բոլորը եղել են, բայց դեմ չեք, եթե նորից գնանք։ Ով է դեմ։ Իհարկե դեմ չենք։ Ես դեմ չեմ։ Լավ։ Ես կողմ Ոչ միայն դեմ չենք, այլ կողմ ենք։ Շատ լավ։ Ընթրիք Սուրբ Հաղորդության երկրպագություն ժամը 9-ին եւ Վարդան աղոթքով գեղեցիկ կավարտենք այդ օրը։ Այդ այցելությունը ավելի ես կդարձնեմ ուխտագնացություն, որտեղ աղոթքով պիտի գնանք, պիտի աղոթենք եւ աղոթքով պիտի գանք։ Անշուշտ նաեւ ժամանցը եւ հաճելի պահերը իրենց տեղն ունեն։ Սուրբ Պատարագ նախաճաշ Աշխատարանը կշարունակենք վերջին օրը, հա, ժամը 10-ին առավոտյան, 12-ին կլինի հոգևոր կրթության ամփոփում եւ գործնական առաջարկների քննարկում արդեն սրբազանի հետ միասին, ամենայն հավանականությամբ ես արդեն ուրբաթ օրը չեմ լինի ձեզ հետ, որովհետեւ պատարակներ ունեմ գյուղերում, ինչեւ դա կլինեմ։ Ճաշ եւ մեկ, այսքանն է ուրեմն։ Մեր այս 5, ասենք 5 օրեր 5 եղավ, չէ՞, ոնց որ 15-ից 10, 5, 16, 17, 18, 15 օրերի։ Ու առաջին եւ երկրորդ օրերը կիսատ են, վերջին, առաջին եւ վերջին օրերը կիսատ են։ Այդ 3 օրերը լրիվ են եւ ամբողջությամբ նվիրված են հոգեվոր կրթությանը։ Այսպես։ Չգիտեմ, հետաքրքիր է ձեզ թե ոչ, բայց այսպես ենք մտածել։ Լավ, հիմա հասկանանք, թե ովքեր են գալու, եկողների անունները ես ուրեմն փորձեմ ինձ մոտ գրել։ Առաջին ում անուն եմ գրում։ Լավ, սկսենք Տիկին Սուզանայից։ Տիկին Սուզանան պիտի գա, չկան հասկացա, չէ՞։ Հա, ես կգամ, եթե արտառոց ինչ որ բան չփոխի իրավիճակ։ Դե արտառոց բոլորս հետ էլ կարող է պատահել։ Արտառոցը։ Հա, Կարևորը պլանավոր ենք։ ըհը։ Մյուսը մեծերից սկսենք, հա,
Տիգին Կարինե Հա, կգամ Պապիկյան։ հայրս, դերովս։ Ձեզ համար պետք է ուրեմն տոմս վերցնել, ինչքան հասկանում եմ, չէ։ Դուք Սոչիից պիտի Երևան թռնեք, չէ։ Սոչիից Հա, Սոչիից, հենց Սոչիի аэроպորտից, այսինքն։ Լավ։ Ну, մեկ օր շուտ կարող է լինել տոմսը, ես ձեզ առանձին կգրեմ հնարավորություն, տեսնենք ինչ ունենք, հա։ Մեկ օր իմ շուտ։ քրոջ աղջիկը Երևանում է, ես կարող եմ նույնիսկ մի օր շուտ գալ այնտեղ մնալ, հետո ներկա լինել։ Մնալու պրոբլեմ չկա։ Մենք տոմսից է կախված, թե որ օրը, չնայած շատ կան առաջարկներ Ռուսաստանից, մեզ չէ որ խնդիր դիլնի, կաշխատենք որ լինի առավոտյան կամ երեկոյան ժամերին, գիշերը չլինի թռիչքը, ես առանձին կասեմ, հա։ Մյուս եկողները, Մարիա, դու պիտի գաս։ Մարիա։ Այո, լսում եմ Գովեթյալ Հիսուս։ Պիտի գաս, Մարիա ջան։ Ես կարելի է մի երկու րոպե պատասխանեմ։ Երկու րոպե պատասխանես։ Լավ։ Մյուսը։ Մյուս եկողները։ Ասեք, ովքեր որ ուզում են գալ, ասեք, արագ-արագ անունները գրեմ։ Աննա Եպրիկյան։ Դու գալու ես Խուլգումոից, ճիշտ եմ։ Հա։ Խուլգումոից։ Երևի քո միջոցներով գաս, որտեվ չգիտեմ, ինչպես Հա, խնդիր չկա։ Դա ուրիշ մարդ չկա եկող, չէ՞, ոնց որ թե տեսնենք, ով կա։ Խուլգումոից կա։ Ով։ Ով է, ով։ Աննա։ Այո։ Ով պիտի գա հետդ։ Նինան, եթե հարմարվի։ Հիմա չի միացել։ Ես իստեղ եմ, բայց ասացիք, չեմ որ գարնա չես կոնկրետ կարող, էսե, ավելի շատ հավանական է, որ չէ։ Հա, նոր սկզբից ասացիր, որ քննության ես։ Լավ, ես չեմ գրի քո անունը, եթե բան փոխվի, փոշմանես ինձ կասես, հա։ Մյուս եկողներից էլ ով կա։ Ես կգամ, Պողոսյան Արգին է։ Так, քո գալու հետ կապված կտեսնենք ինչպես կազմակերպենք։ Տեսնենք։ Մյուսը։ Մեր մոտից է ովքեր տվյալներով ես գալու եմ, ուղղակի on-line ձևաչափով աշխատում եմ արձակուրդ վերցնելու մասին, հիմա չեմ կարող ինչ որ բան ասել, գործատուից է կախված։ Բայց նախնական տվյալներով փորձելու եմ գալ։ Ընդհանրապես 5-6 շաբաթ հետո է։ Հիմա խոսի, որ ինձ վաղը պատասխանի, հա, խնդրում եմ։ Հա, խնդիր չկա։ Հա։ Լիզա Գևորգյան, դու որտեղից ես, Լիզա։ Ազատանից եմ, Շիրակի մարզի։ Դու ես աշխատում, որպես դժվար է աշխատանքի տեղը ուր է։ Աշխատանքիս տեղը Վանաձոր է, ես on-line ձևաչափով եմ աշխատում։ Այնտեղից էլ կարող ես աշխատես քեզ 1-2 ժամ։ Հա, երևի կարծում եմ խնդիր չի լինի։ Ազատան, ահա։ Մյուս եկողներից Քրիստինեն միացել է, Քրիստինե Պետրոսյան, Սարգսյան։ Քրիստինե, չունենք ոնց որ Քրիստինեն չի միացել, հա։ Լավ, ես իրենցից կիմանամ, Քրիստինեն եւ Անահիտը։ Մյուս ուրիշ եկող չունենք ձեր խմբից։ Ես էլ մեծ հավանականությամբ կգամ, Լարա Շիրինյան, Վրաստանի գյուղ Բավրա։ Լարա Շիրինյան։ Հետո Իրով ունենք այստեղ մեր ուսուցիչներից Հասմիկ Պալյան։ Այո, ես եմ, բարի երեկո Տեր Հովսեփ։ Տեր Հովսեփ, ես ասել էի, որ կգամ, բայց երևի չստացվի, չկարողանամ։ Հասկացա։ Սրբուհի Փանչոյան։ Սրբուհի։ Ստեղ եմ, բարև ձեզ։ Դուք ուզում եք գալ, դուք սովորում եմ։
Ես մենակ խորհուրդ եմ, ես վստահ չեմ ուրիշներին բարաբելու համար։ Հասկացա։ Լավ, ուրեմն այսօր 7 անուն Մարիան պիտի ինձ պատասխանի եւ ես Քրիստինեի եւ Անահիտի հետ խոսեմ, իրենք էլ ուզում էին կարծես թե գալ, մեր բազանչիից են Քրիստինե Սարգսյան, այսօր թե ինչու չեն միացել, չգիտեմ, հիմա կգրեմ նրա Անահիտ Պետրոսյան 9 հոգի շատ չէ, բայց ոչինչ լավ, եկեք անցնենք մեր թեմաների շարունակությանը ես մի հատ Քրիստինեին գրեմ ու ներողություն եմ խնդրում Այդքան ռեսուրս հետ տրամադրելու 7-8-ին դա շատ քիչ է։ Քրիստինե ջան, չեք հիշում, որ այսօր մենք 10 ունենք։ Հա, Անահիտին էլ ասա միանա անպայման ու ինձ ասեք թե պիտի հա։ Բայց մի հատ, հա, լավ, դե լավ, լավ, դե միացեք, կարդենք շարունակենք, հա։ Ներողություն եմ խնդրում, ուրեմն մենք հասանք, այստեղ ենք հասել, չեմ սխալվում, 53-րդ կետը, եկեղեցու անդամներն են բոլոր նրանք, ովքեր մկրտված են, հիշում եք խոսում ենք եկեղեցու մասին, մկրտվելով բոլորս դառնում ենք Հիսուսի եղբայրներն ու քույրերը, մկրտվելով դառնում ենք Հիսուսի հիմնած եկեղեցու, այսինքն Հիսուսի հոգևոր ընտանիքի անդամները, նրա հարազատները եւ իր նման Աստծո զավակները, այսպեսով մկրտվելով մենք բոլորս դառնում ենք նաեւ միմյանց համար հոգևոր քույրեր եւ հոգևոր եղբայրներ, Քրիստոս դառնում է մեր անդրանիկ, այսինքն առաջին կամ մեծ ավակ եղբայրը, մկրտությամբ եւ որդեգրությամբ, հոր որպես զավակ մենք էլ ենք դառնում հոր զավակներ եւ ըստ այդմ Քրիստոսի միջոցով է որ դառնում ենք եղբայրներ եւ քույրեր, սա մի նոր ընտանիք է, հոգևոր ընտանիք է, նոր հոգևոր հարազատություն է եւ պատկերացրեք մի դրվագ կա ավետարանի մեջ մի այդպես խորհրդավոր առեղծվածային դրվագ, նրանց համար ովքեր չեն հասկանում անշուշտ, սա մի գայթակղության քար է, Իսուս խոսում է ժողովրդի հետ մի անգամ եւ իրեն մոտենում են Սուրբ Կույս Մարիամը եւ իր ազգական եղբայրները եւ ասում են որ ահա մայրդ եւ եղբայրները եկել են եւ ուզում են քեզ տեսնել եւ Իսուս գարալով նրան ասում է ով է իմ մայրը եւ իմ եղբայրները բոլոր նրանք ովքեր կատարում են կամքը իմ հոր որ երկնքում է նրանք են իմ մայրը եղբայրները եւ քույրերը այսպեսի պատասխան է տալիս որը բողոքականների համար գայթակղության քար է մտածում են որ Իսուս ուրեմն Սուրբ Կույս Մարիամի նկատմամբ մեր հարգանքը անիմաստ է անտեղի է որտեղ Հիսուս ինքը իրեն չի կարևորում իր մորը չի կարևորում այլ կարևորում է նրանց ովքեր կատարում են հոր կամքը առանց հասկանալու որ հոր կամքն առաջին կատարողը հենց Սուրբ Կույս Մարիամն է եւ դրանով ոչ թե Հիսուս իջեցնում է իր մոր պատիվ այլ ճիշտ հակառակը բարձրացնում է եւ միաժամանակ հրճակում է նոր հոգևոր հարազատության մասին իր նոր հոգևոր ընտանիքի մասին որը իրեն լսողներն էին ովքեր պատրաստ էին կատարել Աստծո կամքը ոչ թե պարզապես լսողներ այլ բոլոր նրանք ովքեր լսում էին Աստծո կամքը կատարելու համար եւ ըստ այդմ քրիստոնյաները ինչ է լինում երբ որ մարդը մկրտվում է մկրտությամբ մարդը հանձն է առնում կատարել Աստծո կամքը հոր կամքը մկրտությունը դա հանձնառություն է նաեւ հա կատարելու հոր կամքը եւ ապրելու հոր եւ Քրիստոսի ընտանիքի կանոններով եւ մտնում է այդ հոգեվոր ընտանիքի կապի մեջ որի շաղախը առաջին հերթին մկրտությունն է
Սուրբ Հոգու շնորհները, որոնք մենք բոլորս ստանում ենք, եւ կարող ենք ասել, որ կա հոգեվոր արյունակցություն, եւ այդ արյունը, որ ապահովում է հոգեվոր կյանքը, Քրիստոսի արյունն է, որով մեզ տրվում է Քրիստոսին կամ Սուրբ Հոգին։ Քրիստոսի արյունը մենք ճաշակում ենք երբ ենք հաղորդվում Քրիստոսի արյանը, Պատարագի ժամանակ։ Այո, պատարագի ժամանակ ճաշակելով Տիրոջ մարմին։ Հաղորդությունը, Տիրոջ մարմինն ու արյունը։ Ինչու եկեղեցին կոչվում Սուրբ։ Եկեք կարճ ձեր պատասխանները լսենք, մենակ կարճ։ Ես չգիտեմ, էլ ինչը պիտի Սուրբ կոչվեր, եթե ոչ եկեղեցին, ոչ Աստված, որովհետև առնչվում է Աստծո անվան հետ։ Քրիստոսն է հիմնադիրը։ Մի վարքյան հստակեցնենք, մի րոպե, միաժամանակ մի խոսեք, էլի խնդրում եմ, Ժողովուրդ ջան։ Ուրեմն Տիկին Սանան ասաց, որ առնչվում է Աստուծո անվան հետ։ Սրա համար Սուրբ է եկեղեցին, այսինքն։ Քրիստոսն է, չէ, եկեղեցու գլուխը, ուրեմն Սուրբ է եկեղեցին, ուրիշ սրբություն ավելի բարձր չեմ կարծում որ լինի։ Լավ, շնորհակալություն, Մյուսը։ Ես ասեմ։ Ահա։ Եկեղեցին Քրիստոսի միստիկ մարմինն է։ Իսկ Քրիստոսը ինքը ամբողջական Սուրբ է։ Հետո եկեղեցու մեջ հիմնական գործող անձը Սուրբ Հոգին է։ Շատ լավ, ուրեմն Քրիստոս, քանի որ եկեղեցու գլուխն է, Սուրբ է, եկեղեցին Քրիստոսի հոգևոր մարմինն է կամ միստիկ մարմինն է, շատ ճիշտ է, եւ Սուրբ Հոգին առաջնորդում է եկեղեցին։ Ուրիշ։ Քանի որ եկեղեցին միասին են խոսեք, Քանի որ եկեղեցին հիմնել է հենց Հիսուս Քրիստոսը ու քանի որ եկեղեցին համարվում է Աստծո տուն, այդ իսկ պատճառով եկեղեցին համարվում է Սուրբ։ Հիմնադիրը Սուրբ է։ Որովհետև տիեզերքի վրա միայն Աստված է եւ Հիսուսը մաքուր եւ քանի որ եկեղեցին ավանդված է որ Աստծուն պիտի պաշտի Սուրբ երեցությունը պիտի պաշտի դրա համար կոչվում է Սուրբ։ Քանի որ ասեցիք, ինչ որ պետք էր ասեցիք, հիմա քրվում են աստվածային կատարելության միստիցիզմի դրա համար կոչվում է Սուրբ։ Քանի որ մարդիկ ցկտում են կատարելության, սա հետաքրքիր եւ կարեւոր գաղափար է։ Քանի որ մարդկանց մասին խոսեց, ուրեմն ես մի հակառակ բան ասեմ։ Եկեղեցին ամենատեսանելի արտահայտությունը եկեղեցու որն է։ Սրբապատկերներ, մոմեր, հա։ Չէ, ավելի պարզ, ավելի իջեք մի քիչ, իջեք ավելի ներքև։ Հավատքի տուն է եկեղեցին։ Միգուցե հարցը մի անգամ էլ կրկնենք։ Եկեղեցու ամենատեսանելի արտահայտություն, եկեղեցին որպես ինչ։ Շենքը։ Չէ, ես ամեն ինչ անում եի, որ դուք չասեիք շենքը։ Ամեն ինչ անում եի, որ չասեք շենքը, բայց էլի ասեցիք։ Մարդիկ, մարդիկ ովքեր Աստծո անունով հավաքվել են։ Հասկացանք, մարդիկ, ժողով, որտեղ եկեղեցին նշանակում է ժողով, Քրիստոսին կամ Աստծուն հավատացողների մարդկային խումբը, որի անունով անգամ երկու հոգի, եթե Աստծո անունով հավաքվում են, եկեղեցի է, չէ՞։ Հասկացանք, որտեղ որպես ներկա է Քրիստոս, արդեն եկեղեցի։ Հիմա բայց մարդիկ սուրբ չեն, չէ՞։ Ինչու ենք ասում այդ դեպքում եկեղեցին սուրբ։ Որովհետև սրբությանն են առնչվում, սրբության մասին են խոսում։ Եթե Քրիստոսի մասին է, եթե հոգևոր զրույց է, սրբությունների են առնչվում։ Ինչպես սրբության մասին խոսելը դեռ մարդուն սուրբ է դարձնում։ Հավատքով են, չէ՞ որ հենց այնպես չեն խոսի Աստծո մասին։ Ուրեմն հավատք ունեն, ուրեմն ընկալում ունեն։ Չի սրբացնում եկեղեցին։ Դա չի սրբացնում։ Դուք սկզբից շատ հստակ պատասխաններ տվեցիք, շատ լավ։ Քրիստոս եկեղեցու գլուխն է։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Սուրբ Հոգին առաջնորդում է եկեղեցուն։ Հետևաբար ինչպես են սրբանում մարդիկ, որոնք կոչվում են եկեղեցի։ Սուրբ Հոգու զորությամբ։ Ավելի կոնկրետ։
միջոցները։ Հավատքը։ Ինչ։ Աղոթքը։ Եկեղեցու խորհուրդներով։ Սուրբ խորհուրդներով։ Դրանք սրբության աղբյուրներ են։ Սրբությունը խմելու, սրբանալու եւ սրբվելու աղբյուրներ են։ Մկրտությունն առաջինը սրբող է մարդուն, որը մաքրում է ադամական եկեղեցին, ներողություն, ադամական մեղքից մաքրում է մարդկանց եւ տալիս է Սուրբ Հոգու զորությունը, որպեսզի մարդը ապրի սրբությամբ։ Երկրորդ սրբող սրբացնող խորհուրդը միկրոֆոնը անջատեք, խնդրում եմ։ Երկրորդ սրբացնող խորհուրդը ո՞րն է։ Մկրտությունից հետո ո՞րն է այն սուրբ խորհուրդը, որ սրբում է մեզ։ Դրոշմ։ Խոստովանություն, ապաշխարություն, խոստովանություն։ Դրոշմը, այո, դե մենք դրոշմը, ես որ մկրտություն ասում եմ, դրոշմի հետ միասին եմ սա հասկանում։ Ճիշտ է։ Երկրորդը հստականությամբ դրոշմն է։ Դրոշմը զորացնում է, ոչ թե սրբող է, այլ զորացնում է, որ մարդը պայքարի իր մեղավոր հակումների դեմ եւ սատանայի դեմ։ Սրբացնող, մաքրող մյուս խորհուրդը ո՞րն է։ Խոստովանությունը կամ ապաշխարությունը։ Որ մարդը գնում մեղքերը խոստովանում։ Որ մկրտությամբ մենք մաքրվում ենք ադամական մեղքից, ժառանգած մեղքից, եւ եթե մեծ տարիքում է մկրտվում մարդը, նաեւ գործած մեղքերից, այսինքն 7 տարեկանից արդեն կան գործված մեղքեր, եւ ներողություն, խոստովանության կամ ապաշխարության մարդը մաքրվում է գործած գործնական ենք ասում, գործնական մեղքերից։ Եվ կուլմինացիան այս երկու խորհուրդների մաքրող երրորդը սուրբ հաղորդությունն է, գագաթնակետը քրիստոնեական կյանքի եւ առանցքը, այսինքն Քրիստոսին, երբ որ մենք ընդունում ենք մեր մեջ, դարձյալ մեզ սրբացնում է, մաքրում է ներսից։ Որ մեզ սրբացնողը Քրիստոսն է, մեր գլուխը։ Պողոս Արաքելը ասում է, եթե գլուխը սուրբ է, երախայրիկ է ասում։ Եթե երախայրիկը սուրբ է նաև զանգվածը։ Այսինքն առաջին պտուղը, գլուխը, Քրիստոսը, անդրանիկը, եթե սուրբ է նաև նրանք, ովքեր միացած են իրեն։ Այսինքն, եթե Քրիստոսը գլուխն է եւ մենք նրա մարմնի անդամներ, ինչպես Պողոսն է ասում, իրեն միանալով ենք մենք սրբվում։ Իրեն միանալով եւ իր Սուրբ Հոգին մեր մեջ կրելով։ Ուրեմն այդ սրբացման գործընթացը դա անընդհատ մի process է։ Ճիշտ է, մենք մեղավոր ենք որպես մարդ, մենք մեղք գործում ենք եւ ցավոք սրտի անհավատը կամ մակերեսային գիտելիքներ ունեցող քրիստոնյան տեսնում է միայն մեր մարդկային մեղավոր կողմն է ավելի շատ աչքի ընկնում եւ դրանով նաեւ հեռանում է Քրիստոսից, Աստծուց, սրբությունից, մտածելով որ եկեղեցում սրբություն չկա, բայց մեր մեղքերի պատճառով այդ սրբությունը չի արատավորվում։ Սրբության վրա մեզ մեղավոր լինելը չի ազդում։ Եվ այդ սրբացումը անընդհատ շարունակվող process է, գործընթաց։ Այդ ընթացքում կարող է ինչ-որ մեկը գնալ սրբության ճանապարհով եւ հետո անկում ապրել։ Ընկնել մեղքի մեջ եւ հետո չդառնա սրբության ճանապարհին։ Այդպիսի Պողոս Արաքելը ասում է շատերը հավատքի ճանապարհին նավաբեկության ենթարկվեցին, հետաքրքիր արտահայտություն ունի։ Բայց իր փոխարեն ուրիշ մեկն է ձգտում սրբության։ Եվ այդ մեղավորի մեղքը չի ազդում եկեղեցու սրբության վրա, հասկանում եք։ Սա է, այսինքն եկեղեցին երկու իրականություն է իրականության մեջ։ Մեկը այդ տեսանելի մարդկային կողմը իր մեղքերով հանդերձ եւ երկրորդը սրբությունը, որը անտեսանելին է, այսպես ասենք, որը գալիս է Քրիստոսից։ Եկեղեցին սուրբ է, որտեղ Աստված է անմիջապես սրբացվում իր զորությամբ։ Մարդիկ սուրբ չեն, միշտ մեղքեր են գործում, բայց եկեղեցում միշտ գործում է Աստծո զորությունը 7 սուրբ խորհուրդներով, այսինքն մկրտության, կնոնքի, խոստովանության, պատարագի եւ մյուս խորհուրդների միջոցով։ Ինչալոց մյուս խորհուրդները եւս օրինակ հիվանդած օծումը եւս սրբացնում է մարդուն եւ զորություն է տալիս։ Եվ պսակի խորհրդի ժամանակ ստանում ենք զորություն
լավ քրիստոնյա զույգ լինելու համար։ Քահանական ձեռնադրությունը տալիս է շնորհ քահանագործելու համար, բայց զուտ սրբացնող մաքրագործող խորհուրդները մկրտությունն են, խոստովանությունը եւ սուրբ հաղորդությունը։ Միասնական աղոթքի զորությամբ եւս գործում է Աստծո զորությունը միասնական աղոթքով, բայց սրբացնողը ոչ թե աղոթքն է, այլ Աստված ինքը, Աստծո շնորհը, որը գալիս է աղոթքին ի պատասխան։ Ուրեմն ովքեր են սրբերը։ Ինչու ենք մենք այս մարդկանց անվանում սրբեր, սուրբ, ասենք սուրբ Աստվածահաճո կյանքը ընտրելով եւ այդ ճանապարհով առաջ գնալով, Հիսուսանման ապրելով, Հիսուսի նման ապրելով, ընտրում են Հիսուսի նման կյանքը, երևի։ Երանի նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև պետք է Աստծուն տեսնեն։ Երևի սրտով մաքուրներն են։ Հիմա դուք ասում եք ճիշտ, բայց ասում եք գաղափարականը։ Հիմա եկեք կոնկրետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Գրիգոր Արեգացին, օրինակ, հա։ Ինչու ենք մենք իրենց անվանում սրբեր, իրենք մեղք չեն գործել կյանքում։ Քանի որ իրենք ընտրել են Աստծո ճանապարհը եւ այդ ընտրած ճանապարհով հասել իրենց կատարելության գագաթնակետին։ Իսկ ով ասես, որ իրենք կատարելության են հասել։ Կատարելության գագաթնակետին չի հասնում մարդը երևի։ Չի հասնում, Նարեկացին էլ այդ գաղափարը չի հասցնում կատարելության։ Միշտ տատանումը կա, որ դեռ մաքրվելու տեղ ունի մարդը։ Աստվածային շնորհներ են։ Ուրիշ պատասխաններ, ուրիշ մարդիկ։ Երիտասարդներ, մի քիչ խոսեք ակտիվ, ինչու եք պասիվ։ Իրենց գործերը կատարում են Աստծո միջոցով։ Իրենց գործերը կատարում են Աստծո միջոցով։ Շատ հետաքրքիր լավ միտք է։ Տարողունակ միտք է, որը կզարգացնենք հիմա։ Ուրիշ Սրբեր են, ովքեր նահատակվել են կրոնի համար ու երևի ովքեր քրիստոնեավայել կյանքով են ապրել ու փորձել են իրենց կյանքը ավելի կատարելագործել, այսինքն հոգևոր իմաստով էլի։ Ճիշտ է, այսինքն ձգտումը նկատի ունես, չէ՞, Տիկին Սուսանաներ։ Հա, ոչ միայն ձգտումը, նաև հենց կամքը, որպեսզի սուրբ լինին։ Շատ լավ, ուրեմն ամենակարևորը սրբերի մեջ ինչ որ եկեղեցին գնահատել է, դա այդ անընդհատ պայքարն է սրբության համար, ձգտումը սրբության։ Հասկանում եք, բազում անկումներից հետո, երբ որ Նարեկացու ստեղծագործությունը օրինակ կարդում ես, այդտեղ կան բազմաթիվ անկումներ, որոնց մեջ իր անկումներն էլ կան։ Ինքը ամբողջ մարդկության կարծես անունից է խոսում, հա։ Մեղքը, բոլորի մեղքը իր վրա է վերցնում։ Այո, բայց իր վրա է վերցնում, բայց իր անկումներն էլ կան դրանում, հա, իր անկումները կան։ Ինքը իր մեղքերն է, ինքն իրեն է տեսնում այդ մեղքերի մեջ։ Այսինքն նշանակում է, որ սրբերը բազում անկումներ ունեցել են, բայց անկումներից հետո Աստծո շնորհով, հա, Աստծո զորությամբ, մի քիչ առաջ ասեցինք, ասեց երիտասարդներից մեկը, ոտքի են կանգնել։ Սա է սրբությունը, որ մարդը բացվում է Աստծո շնորհի առաջ, որպեսզի Աստված ինքը իրեն ոտքի կանգնեցնի, մաքրի, սրբացնի։ Իսկ Պողոս առաքյալը, երբ որ նամակները կարդում ենք, այդ համայնքները, որոնք ինքը հիմնել է, հռոմեացիները, Հռոմի համայնքը, կորինթացիներ, եփեսացիներ, գաղատացիներ, նրանց սրբեր է անվանում։ Բայց նրանց մեջ կային շատ ծանր տեղավոր մարդիկ։ Այս կոչումը ինքը, որ ասում է սրբեր, արդեն մարդուն պարտավորեցնում է։ Հասկանում եք, ամբողջ եկեղեցին մենք ասենք, որ սուրբ է կոչվում։ Ինչու՞։ Որովհետև սուրբ բառը ես էլի ձեզ ասել եմ կարծես թե, որ նշանակում է եբրայերեն բառը նշանակում է առանձնացված, առանձին, տարբեր։ Քադոշ բառը նշանակում է զատված, շատ մաքուր։ Չէ, այո, այդ իմաստն ունի, բայց ինչից մաքուր։ Զատված մաքուր։ Ասեք եբրայերեն բառը նշանակում է զատված, ոչ թե մաքուր։ Առանձին, զատված։ Երբ որ մի բան սրբագործվում էր 5 տակարանը, երբ որ կարդակ, քահանաները Աստծուն պաշտելու պաշտամունքի այդ ծիսական պարագաները սրբագործում էին,
Այսինքն դրանք հատկացնում են միայն Աստծո համար կամ Աստծո պաշտամունքի մեջ գործածելու համար։ Հիմա եկեղեցին ինչ է, Աստված բոլոր մկրտվածներին առանձնացնում է մեղավոր աշխարհից, առանձնացնում է մեղքից, մեղքի տրամաբանությունից, մեղքի մտածողությունից, մեղավոր մարդկային հարաբերություններից, առանձնացնում է, դարձնում է իր սեփական ժողովուրդը, այսպիսի արտահայտություն կա Սուրբ գրքի մեջ, դարձնում է իրենը, մենք այլևս պատկանում ենք Աստծուն։ Քահանան առավել ևս ինքը նորից է սրբագործում, մկրտությունից հետո այդ երկրորդ անգամը իր որ քահանան օրինակ ստանում է միրոնը, սրբագործում է միայն Աստծուն ծառայելու համար։ Հասկանում եք, նշանակում է Աստված վերցնում է մարդուն այդ մեղավոր աշխարհից, դնում է իր տիրույթի մեջ, վերցնում է իր մոտ, այսպես ասենք։ Սա սրբություն բարի իմաստն է։ Այսպես չէ դասարտների համար այդ թեմայով շատ ուրեմն ժամ-ժամուկես տևողությամբ մի բանախոսություն արեցինք, կարծես թե շատ հետաքրքրեց երիտասարդներին այս թեմայով էր շատ երկար կարելի խոսել, անշուշտ մի օր միասին նաև դա կուսումնասիրենք։ Ուրեմն որ Սուրբ Գիրքը կարդաք, Աստվածաշունչը այս մասին շատ հետաքրքիր տողեր պիտի գտնենք։ Այս մարդիկ ուրեմն կոչվում են սրբեր իրենց ցկտման համար եւ Աստծո շնորհի առջև բացվելու համար։ Եկեղեցին երբ վերջակում մեկին սուրբ պաշտոնապես դա մի առանձին գործընթաց է կամ մի հանձնախումբ, որ ուսումնասիրում է մարդու կյանքը, սրբության ձգտումը, սրբակեցությունը, այսինքն ծանր մեղքերից հեռու լինելը, հեռու ապրելը, եւ անշուշտ երբ ասում ենք մեկը սուրբ է, ենթադրվում է, որ իր հանձնառությունից, մկրտությունից սկսած կամ կյանքի մի որևէ պահից սկսած, երբ որ ինքը ձգտել է սրբության, ծանր մեղքերից հեռու է եղել։ Մենք ունենք սրբեր, որոնց կյանքում կան շատ գործված շատ ծանր մեղքեր, բայց դա նախքան իրենց մկրտությունն է կամ նախքան իրենց հրաժարումն է աշխարհից։ Անապատական հայրերի մեջ եւս կան Սուրբ Օգոստինոսը օրինակ հին հայրերից լատին հայրերից։ Պողոսն էր մեղանջել։ Պողոս Արաքյալը, այո, հալածիչ էր դարձավ քարոզի։ Հիսուսի հալածիչ։ Շատ շատերը, այսինքն հանձնառությունից հետո եկեղեցին դա է նայում, ոչ թե անցյալին, այլ հանձնառությունից հետո։ Եվ մի այս խոսք կա, որ Չինաստանի կարդինալներից մեկը, ուրեմն հալածված կոմունիստական ռեժիմի կողմից ասել է, ասում է, չկա մի սուրբ, որ անցյալ չունենա, եւ չկա մի մեղավոր, որ ապագա չունենա։ Մեղավորի ապագան սրբության համար, այո, եւ սրբի համար անցյալը դա մեղավոր, անցյալն է։ Սրբերը մեզ նման մարդիկ են, ովքեր սակայն շատ սիրեցին Աստծուն։ Սրբերը նման են պատուհանների, որոնց միջից Աստծո լույսը տարածվում է աշխարհում։ Սրբերը նման են կամուրջների, որոնք բարձրացնում են դեպի երկինք։ Նրանց օրինակները մեզ ոգևորում են միշտ։ Օրինակ ինձ շատ են ոգևորել սրբերի կյանքը եւ վարքագրությունը, եւ դա է ինձ ավելի մոտեցրել Աստծուն։ Ես ախպես խոստովանելով ասում եմ, քահանայության մասին լրջությամբ ես մտածեցի 29-30 տարեկանում, երբ որ ես ընթերցում եի եւ թարգմանում եի սրբերի կյանքը եւ 19-րդ դարի սրբերի կյանքը, նաեւ 12-13-րդ դարի Ֆրանցիսկոս, որովհետեւ երբ որ տեսնում ես, որ հնարավոր է ապրել ավետարանով, քեզ նման մեկը ապրել է ավետարանով Աստծո շնորհի միջոցով, ինչ որ մի բան մարդու մեջ շարժվում է, որ ասինքն զուտ իդեալ չէ, իդեալական բան չէ ավետարան, այլ դա իսկապես հնարավոր է ապրել եւ գործադրել։ Սա շատ ոգևորող կարող է լինել, մանավանդ 20-րդ դարի սրբերի կյանքերը ուսումնասիրել այսօրվա մարդու համար։ Շատ ոգևորիչ է եւ համոզիչ ամենակարևորը։ Այլ բան է, երբ որ նոր եկեղեցի մտնող մարդը կարդում է ավետարան, որը գրվել է 2000 տարի առաջ, կամ կարդում է սրբերի մասին, ովքեր ապրել են 3-4 դարում, եւ այդ բոլոր հրաշքի պատմություններով հանդերձ, եւ այլ բաներ, որ մարդը ընթերցում է կամ տեսնում է,
լուսանկարներ կամ տեսաձայնագրություններ, տեսանյութեր, փաստեր 20-րդ դարում ապրող սրբերի մասին։ Բացարձակապես տարբեր բաներ են։ Երբ որ սրբերի մարմինները մնում են անփութ, օրինակ, եւ լուսանկարները, փաստերը կա։ Եվ մենք կարող ենք տեսնել այդ անփութ մարմինները, եւ դրանք խաբեություն չեն։ Մի խոսքով այսպես շարունակ։ Սուրբ կարող ենք լինել բոլորս։ Սրբերն այն մարդիկ են, ովքեր ամեն ինչ անում են Աստծուն հաճելի կյանքով ապրելու համար։ Մերժում են մեղքը։ Իսկ եթե մեղք են գործում, արագ վազում են խոստովանելու եւ մաքրվելու մեղքերից։ Ոչ թե շատերի նման ասում են, դե լավ, հիմա զատկից առաջ կխոստովանեմ, դե ով մեղք չի գործում, հիմա ինչ պարտադիր է, որ ես վազեմ խոստովանության, դե մի օր կխոստովանեմ էլի մեռնելուց առաջ։ Այդպես չէ։ Ովքեր ձգտում են սրբության, հենց մեղքը գործվում է, հաջորդ առավոտ միշտ փնտրում են քահանային խոստովանելու համար։ Մեր հավատքը օգնում է մեզ դառնալ սրբեր։ Աստված բոլոր մարդկանց ստեղծել է սուրբ կյանքով ապրելու համար եւ ասել է. «Սուրբ եղեք դուք, որովհետեւ ես սուրբ եմ»։ Այսինքն սրբությունը բոլորիս կոչումն է։ Յուրաքանչյուր մարդ Արարատի կոչումն է ապրել սուրբ, այսինքն մեղք չգործել եւ իր կյանքի մեջ արտացոլել Աստուծո ներկայությունը, Աստծո փառքը։ Սա է մարդկային կյանքի իմաստը։ Իր կյանքով փառավորել Աստծուն։ Հավատք, աղոթք, Աստվածաշունչ կարդալը մեզ օգնում է ամեն օր ապրել սրբերի պես։ Օգնում են այս ամեն։ Բայց մեզ սրբացնում են եկեղեցու 7 խորհուրդներ, այդ աղբյուրները, մանավանդ խոստովանությունը եւ սուրբ հաղորդությունը, որից կարող ենք անընդհատ խմել, անընդհատ։ Մկրտությունը կյանքում մեկ անգամ կարելի է, բայց խոստովանել եւ սուրբ հաղորդություն ստանալ անսահմանափակ քանակությամբ, ինչպես որ սառնորակ աղբյուրի ջուրն ես ուզում խմել եւ չես հագենում, այդպես պետք է ձգտենք այս երկու խորհուրդներից անընդհատ խմել եւ սնվել, սուրբ հաղորդություն եւ խոստովանություն։ Այս սլայդը վերջացավ։ Think մյուսին։ Մենք պետք է խոսենք մեղքի մասին։ Մեղքի մասին։ Մինչև սկսելը կարնամ մի հարցեմ տա։ Այո։ Եթե մարդը իրեն երած մեղքին համար չէ զղջացել, իրեն խոստովանանքը իմաստ ունի։ Ոչ։ Բայց զղջալու տարբեր աստիճաններ կան։ Ես օրինակ խորհուրդ կտամ, որ այդպեսի դեպքում անպայման գնա քահանայի հետ խոսելու կամ փորձի խոստովանել։ Ոչինչ, եթե քահանան ասի չեմ կարող արձակում տալ, քանի որ լիարժեք զղջում չեմ տեսնում։ Բայց մի փոքրիկ փորձ է, որ Աստծո շնորհը, քահանայի մի խոսքը կարող է տանել դեպի ավելի լիակատար զղջում։ Ոչ թե պետք է պարփակվի, այլ մնա, այլ պետք է քայլ անի դեպի խոստովանություն։ Այդպես շատ շատերը չզղջալով եւ շարունակելով իրենց մեղքերը երբեք չեն մոտենում խոստովանության եւ ավելի հեռանում են Աստծուց։ Օրինակ շատ երիտասարդներ, մանավանդ տղաները, ովքեր կոնկրետ ասեմ, շնության մեղք են գործում, չեն զղջում։ Ուզում են մոտենալ սրբության։ Շատ ուզում են, բայց չեն զղջում, չեն կարողանում այդ մեղքից հրաժարվել եւ մտածում են, որ Եվի չեն էլ ընդունում, որ դա մեղք է։ Այո։ Եվի չեն էլ ընկալում։ Չեն ուզում գնալ խոստովանության, որովհետեւ մտածում են, որ միևնույն է նույն բանը պետք է շարունակեն։ Միգուցե նաեւ աղջիկներ անշուշտ միայն տղաներին չմեղադրենք։ Հավատամքի 10-րդ փաստը։ Հավատամք եւ իմի մկրտություն, հապաշխարություն, իքավություն եւ թողություն եղած։ Այս կետերի մասին խոսենք։ Հավատում ենք եւ մեկ մկրտությանը, հապաշխարությանը, քավության, մեղքերի քավության եւ թողության։ Քավություն ասելով նկատի ունենք հատուցումը, իսկ ներումը թողությունն է։ Հատուցման հիման վրա։ Այդ մասին խոսենք։ Ինչպես ենք ճանաչում մեղքը։ Ամենապարզ պատասխանները, որ կարող ենք տալ, ինչպես ենք հասկանում, որ ինչ-որ մի բան մեղք է։ Ինչ որ եթե գիտենք Աստվածաշունչը, ճանաչում ենք Աստծուն, ինչ որ հաճելի չի Աստծուն, դեմ է Աստվածային օրենքին, ուրեմն մեղք է։
Համաձայն եք մյուսները։ Այո։ Խիղճն է։ Ամենից մեծ ճանաչողը դա մարդու խիղճն է։ Ուրեմն կա երկու ճանապարհ, այո։ Մեկը խիղճը, բնական օրենքը, Պողոսները այդ մասին խոսում է, ասում է հեթանոսները որ չեն լսել երբևէ Աստծո խոսքը, ինչպես պիտի հասկանան ինչ որ բան մեղք է թե ոչ։ Ըստ իրենց խղճի օրենքի են դատվել։ Բայց խիղճը հենց Աստծո ներկայությունը չէ մեր հոգու մեջ։ Դե այո։ Խիղճը Աստծո ներկայությունն է, չէ՞ էլի։ Նույն բանն է, այսինքն երևի երկուսից գիտելիքը կարդացած եւ լսած գիտելիքը ուրիշ է, բայց ներքին զգացումը, խղճի զգացումը ուրիշ բան է։ Դա ներքին ձայնն է Աստուծո կամ ներքին մի ցուցիչ է, այսպես բարոմետր է մարդու մեջ, որ Աստված ներդրել է։ Բայց երբ որ դրա համար հեթանոսների օրինակը բերեցի, կամ ասենք կոմունիստական հասարակության մեջ մեծացած աթեիզմի գաղափարներով դաստիարակված մեկը, որ երբևէ 10 պատվիրանները չի կարդացել, Քրիստոսի մասին չի լսել, բայց բարոյական ճիշտ քայլեր է անում, որտեղից այդ գիտակցությունը։ Սրա մասին է խոսքը։ Լավ, մեղքը մի վատ բան է, որով վիրավորում ենք Աստծուն եւ մարդկանց։ Աստծուն եւ մարդկանց։ Մեղքը մի բան է, որ անում ես, բայց գիտես, որ չպետք է անեիր։ Մեղքը նաեւ այն է, մեղք է նաեւ այն, երբ չես անում մի լավ բան, բայց գիտես, որ պետք է անեիր։ Տեսեք, նաեւ լավ բան չանելն է մեղք։ Որտեղ 10 պատվիրանները մեզ ոչ միայն ասում է մի արա, այլ նաև ասում է կոնկրետ բաներ, որ պիտի անես, օրինակ հարգիր բոլորս ամեն օր մեղք են գործում։ Բոլորս ամեն օր մեղք են գործում։ Այո, բայց դա սրա հետ կապ չունի Դիկինսոնը։ Չէ, վերջի տողի համար ասացի, որ լավ բան կարող ենք անել, բայց չենք անում։ Ըստ այդմ բոլորս միշտ մեղք են գործում։ Շատ լավ։ Ինչպես է մեղքը վնասում մեզ։ Դե հիմա այս հարցին պատասխանեք եւ կարճ։ Ինչպես որ մեղքը այնպես է վնասում հոգուն, ինչպես հիվանդությունը մարմնին երևի։ Մեղքը մեզ ավելի շատ հեռացնում է Աստծուց, հենց դա է ամենամեծ վնասներից մեկը։ Մեղքը հեռացնում է Աստծուց։ Մեղքը անշուշտ հիվանդության նման է, բայց հասկանանք ինչպես հեռացնում է Աստծուց։ Ուրիշ պատասխաններ։ Արդյունքում դա է։ Ուրիշ պատասխաններ։ Մեղքը նաև ձգում է իր մեջ մարդուն։ Առաջի մեղք գործով էլի կգործի, էլի։ Այսինքն գայթակղեցնում է, կարելի ասել։ Մարդին է մեղավոր է զգում եւ ընկնում է վատ դրության մեջ։ Մեղքը իմ համար հոգևոր թևերից կտրելն է։ Հոգևոր թրիչկս կտրվում է։ Լավ, շատ լավ։ Նա մեր մասնակիցների թիվը կարծես թե շատացել է, կուզեմ հասկանամ ովքեր են միացել։ Նախքին կրոնի դասընթացին մասնակիցներից մենք ով ունենք, կարծեմ Քրիստինեն է միայն, հա։ Ավելի կոնկրետ մեր կրոնի դասերի հետ կապված ինչ պատասխան կարող եք տալ։ Օրինակ ծանր մեղքը մեզ ինչից է զրկում։ Ով կարող է ասել։ Ներումից, տնական կյանքից, հոգու խաղաղությունից։ Ծանր մեղք եթե գործեն, ապա կարող է գնալ դժոխք։ Հավիտենական կյանքից։ Իսկ ուրիշ պատասխան Աստծո ներկայությունից։ ապրես, որը կոչվում է շնորհ, կամ ավելի ճիշտ սրբարար շնորհ, որը ստանում է մարդը մկրտության ժամանակ։ Ծանր մեղք գործելիս մարդը զրկվում է Աստծո սրբարար շնորհից։ Մենք ասում ենք շնորհի վիճակ։ Այսինքն Աստծո ներկայությունից է զրկում։ Այդ շնորհը ինչ է։ Աստծո հոգու ներկայությունը մեր մեջ, որը մարդը ստանում է մկրտությամբ։ Եվ ինչու պետք է խոստով անել, որպեսզի վերադառնանք այդ շնորհի վիճակի մեջ, որպեսզի Աստծո բնակությունը մեր մեջ վերադարձնենք։ Ծանր մեղք գործելով մնում է կնիքը, Սուրբ Հոգու կնիքը մեր հոգու սրտի մեջ մնում է, բայց Աստծո
իրական ներկայությունից ինքներս մեզ զրկում ենք։ Բայց թեթև մեղքեր գործելիս չենք զրկվում այդ սրբարար շնորհից, բայց վիրավորում ենք Աստծո ներկայություն մեր մեջ։ Կարծես մենք սրբությունը մեր մեջ կրելով հանդերձ Աստծո ներկայությունը սրբապղծություն ենք անում, երբ որ մեղքեր, թեթև մեղքեր էլ երբ որ գործում ենք, ասենք հայոյանք, օրինակ, հա, ենթադրենք, ստախոսություն, սուտ խոսել, վիրավորում ենք Աստծո ներկայությունը մեր մեջ։ Նա մեղքը մեզ հեռացնում է Աստծուց եւ միմյանցից։ Մեղքը մեզ հեռացնում է Աստծուց, բայց երբ խոստովանում ենք, Աստված նորից վերադառնում է մեզ մոտ եւ բնակվում է մեր սրտերում։ Սա ավելի պարզ պատասխան է երեխաների համար։ Ինչպես է Աստված վերաբերվում մեղքին։ Մերժում է մեղքը։ Մերժում է։ Ատում է մեղքը։ Ատում է մեղքը, լավ, անցնենք առաջ, բայց սիրում է մեղավորին։ Այո, մեղավորին սիրում է, իհարկե։ Սիրում է մարդուն։ Վշտանում է, երբ մեղք ենք գործում։ Եթե զղջա մարդը, ապա Աստված ներում է այդ մեղքերը։ Երբ դու մեղք ես գործում, Աստված վշտանում է դրա համար, բայց շարունակում է քեզ սիրել եւ ամեն կերպ օգնում է, որ զղջաս եւ այլևս մեղք չգործես։ Ինչպես կարող է Աստված մեզ օգնել, որ մենք զղջանք։ Ապոստոլության միջոցով խոստովանության։ Խոստովանության միջոցով։ Այո։ Այո։ Չէ, բայց մինչև խոստովանության հասնելը դու պետք է զղջաս, որ գնաս խոստովանության։ Դե առանց զղջման խոստովանության խորհուրդը անիմաստ է։ Հասկանալով քո մեղքը։ Ինչպես է Աստված մեզ օգնում հասկանալ մեր մեղքը։ Ես մենք գիտակցում ենք, որ մեղքը ինչ է։ Ագնեսա ջան չի լսում, գիտես ինչ որ դժվարությունների, փորձությունների միջոցով։ Ես մենք գիտակցում ենք, որ մեղք ենք գործել։ Նորից կասես։ Ես մենք գիտակցում ենք, որ մեղք ենք գործել։ Ոնց որ ինչ որ հերու տեղից խոսես, կամաց լսվում։ Երբ գիտակցում ենք, որ մեղք ենք գործում, հա։ Այո, այո։ Բայց ինչպես ենք գիտակցում։ Մարդ նստած տեղը ուղղակի հենցպես գիտակցում է։ Եղջի քննություն կրնային է, նստած տեղը կրնա գիտակցել։ Բայց այդ ինչն է իր մեջ, որ իրեն տանում է այդ գիտակցության։ Օրինակ ես իմ օրինակով բերեմ, եթե ես ինչ որ մի վատ բան կենեմ ու անընդհատ օրվա ընթացքում ես ինձի ասենք օրինակ նստած կաշխատեմ, այդ ընթացքում ես ինձի անընդհատ էդի կհիշեմ ու ես ինձի վատ կզգամ։ Մինչև այն ժամանակ, որ թեկուզ այդ մարդուց կամ ներողություն խնդրեմ կամ խոստովանվեմ։ Խոստովանանքից հետո արդեն այդ ամեն ինչի մոտ լրիվ կանցնի։ Նու եթե ես զգամ որ ես լրիվ սխալ եմ եղել ու զղջամ իմ մեղքի համար, արդեն այդ ժամանակ ջրաբել լավ կերնի։ Աստծո պատվիրաններն է գրավականը։ Պատվիրաններ օրենքը։ Չգիտեցողը երևի երկու հիմնական, եկեք առանձնացնենք երկու հիմնական ճանապարհ, հա։ Աստծո շնորհը ներկայությունը, որ ինքնին բացում է մեր գիտակցությունը, կարող է տեղ ունենալ սուրբ գիրք ընթերցելով, կարող է տեղ ունենալ աղոթելով, աղոթելիս կարող են արցունքներ հոսել մեր աչքերից եւ մենք զղջանք, հա։ Դա Աստծո շնորհն է, Աստծո ներկայությունն է, որ անում է, մեզ տանում է զղջման։ Բայց կա նաեւ մի երկրորդ ճանապարհ, ցավը։ Աստված թույլ է տալիս, որ մենք մեր արածների ծանր հետևանքները նույնիսկ ամենածանրագույնը նաև մենք կրենք, որպեսզի զղջանք։ Ցավն է տանում հաճախ նաև ապաշխարության։ Չկա սխալ, որի հետևանքը մարդը այս կամ այն ձևով չքաղի։ Դա կարող է դրանից խուսափել միայն կամավոր ցավ կրելու միջոցով։ Ծոմապահություն, զրկանքներ, կամավոր ինքը անում է։ Եվ իրենից հեռացնում է այն, ինչ որ պիտի գար իր վրա կամ Աստված նախատեսել էր, եթե այդ կամավոր զղջում ինքը հանձ չառներ, այդ կամավոր չարչարանքը։ Դա կարող է շատ ծանր, կարող է հարազատների կորստությամբ, կարող է երեխա կորցնելով հեռու բոլորից։ Աբորտի դեպքում օրինակ։ Մի բան կարող եմ ասել։ Բայց հնարավոր է, չէ, որ հենց այդ
ձեր ասածով ցավ ապրելով մարդու վրա վատ ազդեց ու ինքը ավելի շատ հեռանա Աստծեն։ Դա էլ հնարավոր անշուշտ։ Բայց դա ինքնին արդեն ցավ է։ Դա մարդուն պետք է տանի ապաշխարության դեպի պետք է մոտեցնի Աստծուն, ոչ թե հեռացնի։ Օրինակ Հուդան հեռացավ։ Ինքը ցավ զգաց տեսնելով Հիսուսի տառապանքները, զղջաց, բայց ավելի հեռացավ Աստծուց եւ գնաց ինքնակործանման, իսկ Պետրոսը ցավ ապրեց տեսնելով իր արածը, այսինքն իր ուրացումները, զղջաց ու հետ դարձավ դեպի Քրիստոս։ Այո, շատ շատերը էլ ավելի երես են թեքում Աստծուց։ Այն շատ մարդկանց ես ճանաչում եմ, որ ծանր հարվածներ են ստացել եւ Աստծուց երես են թեքել։ Նաեւ որդեգորուս մայրեր, ովքեր զինվորներ կորցրեցին պատերազմի ժամանակ, Աստծուց երես են թեքել կտրականապես։ Բայց կան նաեւ մայրեր, ովքեր հասկանալով իրենց սխալը, ամբողջովին փոխել են իրենց կյանքը, ավելի են մոտեցել Աստծուն։ Լավ եկեք անցնենք առաջ, ուրեմն սա վերջացավ ոնց որ թե այս մեկը կարճ էր վարկյան արդեն անց 35 է, հա, երևի վերջացնենք ես կարծում եմ, որ մենք վերջացնենք լավ, մյուս բանին, ուրեմն խոսենք մեռելների հարության մասին ամենահետաքրքիր թեման կլինի Դե որ այդպես է, խնդրեմ, որպեսզի պատրաստված լինեք, կարդացեք Պողոս Արաքյալի Կորինթացիներին ուղղված նամակի, առաջին նամակի 15-րդ գլուխը։ Մի րոպենույց ասեք։ Պողոս Արաքյալի Կորինթացիներին ուղղված առաջին նամակի 15-րդ գլուխը, մեռելների հարության մասին է։ Շատ լավ, ես հիմա օրակարգը նաև մեր հանդիպման հունիսի կդնեմ խմբի մեջ, դուք ունեցեք ձեր մոտ, եթե ընթացքում բան փոխվի, ես կնորից կվերատեղադրեմ, ինձ պետք է դեռ պատասխանի Մարիան, ուրեմն Քրիստինե, դու գալու ես մեր հունիսի 15-ի հանդիպմանը 5 օրյա։ Հա, Տեր Հովսեփ։ Հա։ Լավ, իսկ Անահիտը կճշտենք ընթացքում, խնդրեմ Անահիտների Անահիտն է երևի, հա։ Սավ կարդ է։ Բայց շատ քիչ է։ Ես պատկերացնում էի, որ գոնե մի 30 հոգի կլինենք։ Ափսոս է այդքան ներդրումներ անելը եւ ամենը 10-12 հոգի։ 9 հոգի ենք, ոչինչ։ Ոչինչ, կարևորը սկսելն է, կարևորը սկիզբն է եւ ձեր նվիրված աշխատանքը։ Նվիրյալները միշտ քիչ են, դա պետք է մենք հիշենք։ Ոչինչ։ Կանչվածները բացում են, կոչվածները սակավ, հա։ Բայց այնքան էլ քիչ չէ, 9 հոգին մեր այս պայմանների համար քիչ չէ։ Տեսնենք։ Լավ, եթե ուրիշ հարցեր առաջարկներ չկան, ավարտենք, Ժորժ ջան։ Մի հարց կարելի է։ Ահա։ Ես կարծում եմ, որ սրբերը միայն եկեղեցու կողմից չեն ճանաչում։ Շատ պարզ մարդիկ կան մեր շուրջը, որ սուրբ են, ոչ մեկն էլ նրան չի հռչակել սուրբ։ Նրանք ոչ աստվածաշունչ են կարդացել, ոչ տեղյակ են Աստծո խոսքին, բայց ապրում են աստվածահաճո կյանքով։ Ապրում են այնպես, որ մաքուր հոգով, մաքուր սրտով, բարեգործություններ կատարելով։ Բարեգործություններ իրենց կարողության չափով։ Եկեք որպես շատ երկար չխոսեմ, ես մի փոքրիկ վիդեո կդնեմ ձեզ հիմա այդ խմբի մեջ։ Պապը, Ֆրանցիսկոս Պապը 2018-ին մի նամակ հրապարակեց, կոչում է «Ցնծացեք եւ ուրախացեք»։ Սրբության մասին է, բայց ասում եմ մեր օրերի սրբեր, ովքեր ապրում են մեր կողքին եւ մենք նրանց չենք նկատում։ Խոսում է այդ մասին, ճիշտ այդ մասին է խոսում, մեր օրյա սրբերի, որոնց եկեղեցին չի հռչակում սրբեր, որովհետեւ նրանց անունը
չի տարածվում համբավ այդպես, իրենք ապրում են շատ համեստ, շատ խոնար, բայց մի տարբերություն կա ձեր ասածի հետ, որովհետև այդ մարդիկ, տեսեք, սրբեր Աստծուն իսկապես նվիրյալները միայն նրանք չեն, ովքեր մեղքեր չեն գործում կամ բարեգործություն անում, նրանք են, ովքեր ամեն կերպ ձգտում են ճանաչել Աստծուն, Քրիստոսին, նաև Աստվածաշունչ ընթերցելով, սրանք իրականության մեջ բարդ բաներ չեն, ընթերցել Աստվածաշունչ հասկանալու մասին չենք խոսում դեռ, ընթերցել Աստծո խոսքը, ինչպես ձկնորսները լսում էին Քրիստոսին, ձկնորսներին մեծ գիտելիքներ պետք չէր Քրիստոսին լսելու համար, իրենց համար ամենակարևորը Քրիստոսի ներկայությունը վայելելն էր, նույնիսկ առանց հասկանալու, իրենք թողել էին ամեն ինչ, գնում էին Հիսուսի հետևից, բայց չէին հասկանում Հիսուսի խոսքերը ամբողջությամբ, բայց գնում էին, հասկանում եք, առանց Քրիստոսի խոսքը ընթերցելու, մեր մեջ վերցնելու որպես հոգևոր սնունդ, առանց սուրբ պատարագին հաճախելու, հասարակ մարդիկ, ովքեր քրտինքով իրենց երեսի քրտինքով վաստակում են հացը, ունենք մարդիկ օրինակներ, ովքեր որ ամեն ինչ անում են, որ կիրակնորյա պատարագը բաց չթողնեն, հիվանդներ, ովքեր կյանքի գնով գնում են սուրբ պատարագին, աշխատավորներ, ովքեր ամեն առավոտ կամ երեկո ամենօրյա պատարագի մասնակցում, սրբեր, երբ որ ասում ենք, նաև այսպիսի կյանքը նկատի ունենանք, հասկանում եք, սա դժվար կյանք է։ Դա առաջի հերթին, ես այդ բոլորին որպես հավելում եմ ավելացնում, կան չճանաչված սրբեր, դա ի նկատի ունեմ, իհարկե, գիտեք, մեր համայնքներում կան շատ անձինք, ովքեր մտածում են, որ իրենք շատ լավ քրիստոնյաներ են, լավ մարդիկ են, բայց ինչ են անում իրենք, տարվա մեջ 1-2 անգամ մատաղ են անում, ասենք, գնում են սրբավայրեր երբեմն, տոնից տոն զատիկին, ասենք, եւ սուրբ ծննդյանը գալիս են սուրբ պատարագի, այո, աղքատներին իրենց հարևաններին միգուցե օգնում են, բայց չկա ավելի մեծ ձգտում Աստծուն մոտենալու շատ, հասկանում եք, իր խոսքը ընթերցելով, սուրբ հաղորդություն ճաշակելով, առանց խոստովանության ապրում են տարիներ շարունակ, հա լավ մարդիկ են, ես շատ հարգում եմ այդ մարդկանց, գիտեք, ես մտերիմ եմ այդ մարդկանց հետ, բայց չեմ ուզում ավելի մոտենալ, երբ որ չկա ձգտում, սրբության մասին, կարող ենք ասել, որ լավ մարդիկ են բարեպաշտ, այո, բայց եթե չկա սրբության ձգտում, ուրեմն սրբության մասին խոսելը, ինչքան էլ համեստ լինեն, չգիտեմ, ինձ համար մի քիչ շատ է։ Բայց ես չի ասի չկա է սրբության ձգտում, կա սրբության ձգտում, կա… Ինչու չեն խոստովանում մեղքերը, ինչու չեն գալիս սուրբ պատարագի։ Կներեք, գուցե երկարացնում եմ խոսակցությունը, ես ունեցել եմ տատիկ, ով ունեցել է ընդամենը 4-րդ դասարանի կրթություն, բայց այնքան ես հետո եմ հասկացել, թե ինչքան իմ տատիկը Աստծուն մոտ մարդ է եղել, իհարկե ինքը իր ժամանակին եկեղեցի միշտ այցելել է, եկեղեցու խորհուրդները ստացել է, փոխանցել է, բայց ներողություն, այդ ժամանակ երբ ուր է հաճախել, խորհրդային տարի, առաքելական եկեղեցի։ Ոչ, դա խորհրդային տարիներին չէր իմ տատիկը, իմ տատիկը խորհրդային տարիներից առաջ էր, բայց ապրեց նաև խորհրդային տարիներին, ու երբ որ ես եկա դպրոցից ու ասեցի, որ արդեն դարձել եմ հոկտեմբերիկ, ասեց, վայ, ափսոս, քու մատխաշ հոգին էլ մուր տրեցին։ Բայց ասում եք, որ պատարագ եկեղեցի է գնացել, ինչ։ Եկեղեցի է գնացել, Սարչապետում եկեղեցին եղել է մինչև 20 եղել է եկեղեցի, եղել է կաթոլիկ եկեղեցին, վարդապետ է եղել այնտեղ եւ այս եկեղեցիներին այցելել են։ Այսինքն խորհրդային տարիներից առաջ իմ ասածը, խորհրդային 20-ական թվականներ։ Պակաս բան չունի, բայց դու ձեր ասելով ես հասկացա, որ ինքը եկեղեցի չուներ, կարող է սուրբ գիրքը չկարողանար կարդալ։ Եկեղեցի, տեսեք, հենց այդ եմ ասում, դրա համար ես ձկնորսների օրինակը բերեցի առաքյալների։ Կարդալ չգիտեին իրենցից ոմանք, բայց լսում էին Հիսուսին։ Հիսուսին կարելի է լսել եւ որտեղ սուրբ պատարագի ժամանակ չէ, որ ավետարան են ընթերցում, չէ։ Հա, լսում են մարդիկ։ Լսում են, լսել է, հա, լսել է։ Եթե կարդալ չգիտի մարդը, բայց սուրբ պատարագին լսում է, մի դարքիր պատմություն կա, այսօր պատմեմ ու ավարտենք, Ֆրանսիայում է տեղի ունեցել, դրվագ է, որ մնացել է էլի սուրբ Ժան-Մարի Վիաննե անունով մի
քահանա կար, որ սուրբ է հռչակված, այդ գյուղի քահանաներ, ես խոսում եմ 18-րդ դարի մասին։ Նախ այս քահանան ինքը կրթություն չուներ, ասեմ այդպես, երկար ժամանակ իրեն չէին թողնում, որ ինքը քարոզանի, միայն պատարագում էր եւ խոստովանությունները չէին թողնում։ Բայց հետո երբ որ թողեց եկեղեցին, այնքան երկար էին այդ շարքը խոստովանողների ձգվում, հա, որ ինքը օրական 12 ժամ խոստովանության էր նստում։ Մի սուրբ մարդ, այս մարդը պատմում է, ասում է, միշտ մտնում է եկեղեցի, տեսնում է, որ մի պապիկ նստած նայում է սուրբ հաղորդությանը, տապանակին ուղղակի, դրված էլ չէ սուրբ հաղորդությունը, տապանակին։ Ասում է, ինչ ես անում, ինչու ես այդ, նստած միշտ ժամերով նայում ես։ Տեսնում որ չի աղոթում այդ մարդը։ Ասում է, ես նայում եմ Հիսուսին, Հիսուս նայում է ինձ հերիք է, այդ մարդն ասում է։ Սա է սրբության ձգտումը, սա է սրբությունը։ Ես չեմ ասում, որ պետք է բառացի իմանալ Աստվածաշունչը։ Հիմա ես մի բան սրբության ձգտողը կձգտի Աստծո ներկայությունը վայելել, ոչ թե տանը նստած ասի, ես իմ սրբապատկերներս եւ այլն։ Այդպես չի լինում սրբություն։ Եթե կա եկեղեցի, կա գործող եկեղեցի, սրբության ձգտողը կգնա դեպի եկեղեցի։ Ուրիշ բան եթե կոմունիստների ժամանակ չկար։ Ես ձեզ լիովին կապը մեզ ինտերնետը լավ չի։ Ոնց ասեմ, ես էլ եմ ձեր նման մտածում, բայց ու ձեր խոսքը լսեմ այդ մասին։ Ուրեմն տատիկը ասում էր, թե մի հատ մարդ, որ ընդհանրապես ուզում եմ միշտ հիշել ասում, բայց ոչ աղոտ գիտի, ոչ մի բան չգիտի։ Մի հատ էլ հոգևորական, որ պիտի նավով անցներ ծովի այն կողմը, որ գնար իր ճգնարանը ամեն օր, տեսնում է, որ այդ մարդը մի հատ քար է գցում երկինք ու շարունակում ճանապարհը։ Մոտենում է, ասում է, սիրելի բարեկամ, էս ինչ ես անում։ Ասում է, ես էլ Աստծուն այդ ձևով եմ հիշում, որովհետև ես ոչ մի աղոթք չգիտեմ, ոչ մի բան չգիտեմ։ Ասում է, դե արի ես քեզ սովորեցնեմ հայր մերը Ասում է, մարդը կրկնում է, մի խոսքով, փորձում է սովորել, ուժեղ փոթորիկ է, բայց տեսնում է, որ հետևից վազում է այն մարդը, ով քար էր գցում երկինք, ասում է, հայր ծուր, կանգնի, ասում է, ինչ է պատահել, ջրի վրայով է վազում, ասում է, աղոթքի միտողը մոռացել եմ, ասում է, հայր օրնած գնա, քո քար գցելը ավելին եղավ, քանի 30 տարիների ճգնելը։ Տատիկն ասում էր, որ եթե մարդը մաքուր հոգով դիմում է Աստծուն, դիմելու ձևը կապ չունի։ Քար է գցում, թե աղոթում է, կապ չունի, այդ մաքուր հոգին արդեն ավելին էր, գնահատելի էր Աստծո կողմից։ Ճիշտ է, ես համամիտ եմ, բայց երբ որ քահանան գալիս ասում է, որպես Աստծո ուղարկված ծառը, ասում է, որ պատարագ է մատուցում եւ այնտեղ սուրբ հաղորդություն կա, սրբության ձգտողը չի կարող մտածել, որ իր աղոթքի ձևը ավելի ճիշտ է, քան սուրբ պատարագ։ Դա բացառված է ուղղակի։ Ավելի ճիշտ ես չասացի, ես ասեցի ընդունելի նաև Աստծո կողմից։ Չէ, ընդունելին աղոթքը միշտ ընդունելի է, բայց գիտեք, ես ինչ որ խոսում եմ, փորձի վրա եմ խոսում, էլի։ Մարդկանց հետ խոսում եմ, ասում եմ, չի ընդունում, որ սուրբ հաղորդությունը ամենաթանկ բանն է, որ մարդը կարող է կյանքում իր համայնքի մեջ ունենալ։ Իր սրբապատկերը կամ սարի վրա կառուցված մատուրը ավելի սուրբ է, ավելի կարևոր է, որտեղ ինքը դա է սովորել։ Ու ինքը չի ուզում խոնարհվել, իջնել իր այդ մտածողությունից դուրս գալ, դա խոնարհություն է պահանջում։ Ընդունի, որ այս մարդը քահանան լավն է, վատն է, բայց Աստծո ուղարկվածն է։ Գնամ տեսնեմ ինչ է ասում, գնամ եկեղեցի, տեսնեմ այդ սրբությունը, տեսնեմ, փորձեմ հասկանալ։ Սրա համար պետք է խոնարհություն, սրբության հիմքը խոնարհությունն է։ Հետո որ տեսանք հունիսի կեսերին դեռ երկար խոսանք Տիկին Սոնա ջան, դուք ձեր հարցերը պահեք։ Շնորհակալ եմ, կներեք շատ ժամանակ խլելու համար։ Սա կարևոր հարցեր են։ Տեր Հովսեփ կներեք մի բան ասեմ ու ավարտենք, հա։ Ահա։ Բանը ես գալու եմ հաստատ նոր զանգեցի, գործատուից հետ ճշտեցի այդ ամեն ինչը, բայց ես օրկամ հաստատ քերոստունը կգնամ, մնամ այնտեղ մոտիկ է, եթե կարելի է։ Համակերին մոտ է, այսինքն, հա։ Հա, այդտեղ մոտիկ է ապրում Երևանում, խնդիր չէ էլի իր մոտ մնալը։ Ձավի շատ հետաքրքրում է ուրիշ բան, բայց դու մինչև 9-10 մեզ հետ կլինես երեկոյան։ Հա, իհարկե։ Հա։ Խնդիր չկա։
Շատ լավ, ուրեմն քո անունը նկատի կունենամ։ Եղավ։ Ընթովանյալ պաշտպանության կապավինիմ սուրբ աստվածածին զաղաչանս մեր մի անտես աներիկարից մեր, այդ միշտ պահյա և բահպանյա ժողովուրդս քո, ամենայն վտանգից և ի փորձանած, և ի մեղած, և հանդարբերությանց, կույց փարավորյալ և ամենօրնյալ, ամեն։ Անգերու խաղաղությամբ և Տեր եղեցին ձեզ ընդամենեսյանք, ամեն։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Բարի գիշեր։